Բարձես օրվա լրահոսի կարևոր նորություններն է ներկայացնում Հորիզոն լրատվականը 18 հունիսի 5-շաբթի։ Նիկոլ Փաշինյանը մեծապես կարևորում է օրեր առաջ Դիլիջանում կայացած Արմեն Գրիգորյան Հիկմետ Հաջիև հանդիպումը, որը նրա խոսքերով քայլ է խաղաղության գործընթացն առաջ մղելու ուղղությամբ։ Վարչապետը նաև նշել է, որ այդ ընթացքում հաջողվել է կառավարել հնարավոր ռիսկերը։ Այս մասին նա հայտնել է կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։ Նախ ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի կա արդյոք հետաքրքրություն, այսինքն շոշափման հանդիպման անհրաժեշտություն կա, թե ոչ։ Երկրորդը մենք եւ Ադրբեջանի փորձագիտական եւ Հայաստանի փորձագիտական շրջանակներում մենք տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող են սրել իրավիճակը եւ մենք ինչպես եւ պարտավոր ենք զբաղված ենք իրադրության կառավարման։ Մենք ոչ մեկին ոչ մի բացատրություն չենք տվել, մյուս կողմից դիվանագիտական հիմնական աշխատանքը աշխարհի բոլոր երկրների հետ հենց հիմնականում դրա մասին է, կողմերը իրենց դիրքորոշումները իրար համար պարզաբանում են եւ մտահոգությունները իրար համար պարզաբանում են։ Այսինքն որ ցանկացած X2 երկրի ներկայացուցիչ, որ հանդիպում են, ինչ են անում։ Իրար առաջ հարցեր են բարձրացնում, դիրքորոշումները պարզաբանում են, որպեսզի դիրքորոշումները երրորդ կողմերի կամ մամուլի կամ այլ միջոցների միջոցով չստացվեն։ Այսինքն դա այն ինչ որ դուք անվանում եք նվաստացուցիչ, ոչ մի բանի բացատրություն չի տալիս, բայց բոլոր առանց բացառության բոլոր բանակցությունները աշխարհի բոլոր երկրների բանակցությունները բոլոր երկրների հետ հենց դրա մասին են։ Միմյանց դիրքորոշումները, ռազմավարությունները, պլանները եւ միմյանց մտահոգող հարցերը բարձրացվում են։ Ինչու՞ միայն այդ հարցերը, այդ թվում անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված հարցեր են բարձրացվել, այդ թվում սահմանային իրադրության կառավարման հետ կապված հարցեր են բարձրացվել, տասնյակ հարցեր։ Այսինքն այն ինչ որ մենք բոլոր հարևանների հետ քննարկում ենք առանց բացառության։ Այսինքն տարբեր հարևանների հետ տարբեր ֆորմատներ կան քննարկելու։ Հիմա ընտրությունների գիշերը ես հեռախոսազրույց եմ ունեցել Վրաստանի վարչապետի հետ։ Եվ քննարկել ենք ամենատարբեր հարցեր, տնտեսական, քաղաքական եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն այդ է դիվանագիտությունը, որ դու հաղորդակցվում ես մարդկանց հետ։ Դիվանագիտության բացակայությունը հաղորդակցության բացակայություն։ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի իրավիճակը եւ անդամավճարները չվճարելու պատճառով ձայնի իրավունքից զրկելու հարցը։ Հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տալանբեկ Մասադիկովը։ Նա նշել է, որ Հայաստանը փաստացի որևէ մասնակցություն չի ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանը։ Ուկրաինական ուժերը անօդաչուոններով զանգվածային հարձակում են գործել Մոսկվայի եւ Մերձմոսկովյան շրջանների վրա։ Հարվածային մի քանի անօդաչու հասել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանին։ Մոսկվայի քաղաքապետի խոսքերով անօդաչուների հարվածից վնասվել է նաև Սադովոտ առևտրի կենտրոնը եւ բազմաբնակարան մի շենք։ Մոսկվայի օդանավակայանները չեն աշխատում։ Շերեմեթիևո, Վնուկովո, Դոմոդեդվո, Ժուկրովսկի օդանավակայաններում ԱԹՍ-ների զանգվածային հարձակման պատճառով հետաձգվել եւ չեղարկվել են ընդհանուր առմամբ 527 չվերթ։ Մոսկվայի քաղաքապետարանի տվյալներով ընդհանուր առմամբ խոցվել է ավելի քան 180 դրոն։ Սա բոլոր ժամանակների ամենախոշոր հարձակումներից մեկն է։ Կառավարության նիստում քննարկվել է պետական համաֆինանսավորման ծրագրով 13 համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված աշխատանքները 1 միլիարդ 634 միլիոն դրամով համաֆինանսավորելու նախագիծը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել պանելային շենքերի սեյսմակայունության եւ էներգոարդյունավետության բարձրացման խնդիրներին։ Նախագծով առաջարկում ենք համաֆինանսավորել 13 համայնքների թվով 16 սուբվենցիոն ծրագրեր։ Ըստ մարզերի հետևյալ բաշխվածությամբ Արագածոտնի մարզ 1 ծրագիր, Արարատի մարզ 3 ծրագիր, Արմավիրի մարզ 4 ծրագիր, Գեղարքունիքի մարզ 2 ծրագիր, Կոտայքի մարզ 3 ծրագիր, Տավուշի մարզ 3 ծրագիր։ Միաժամանակ, պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, կցանկանամ նշել, որ այս համաֆինանսավորումը հաստատելու պարագայում արդեն 7 միլիարդ 35 միլիոն դրամի համաֆինանսավորված ծրագրեր կունենան 2026 թվականի պետական բյուջեից։
Եվ ես հիմա տեսնում եմ, որ մենք հետևյալը պիտի անենք եւ միջգերատեսչական համագործակցությունը այստեղ էլի կարեւոր է, որ մենք պետքա նայենք հանրապետությունը, մենք քանի պանելային շենք ունենք, որոնք սեյսմիկ խնդիր չունեն եւ մեր պլանն է նա, որ առաջիկա 50 տարում այդ շենքերը լինելու են եւ շահագործվելու են որպես այդպիսին։ Եվ մենք խնդիր պետք է դնենք բոլոր պանելային շենքերը էներգա արդյունավետության այս ծրագիրը իրականացնենք եւ ելի եմ ասում մենք այո պետք է ֆինանսավորենք, բայց նաեւ դրանով մենք ուղիղ մարդկանց այդ ընտանիքների գրպանը կամ ընտանեկան բյուջեում կոնկրետ ներդրում ենք անում եւ նաեւ էներգա արդյունավետության խնդիրն ենք լուծում, խոսում ենք բարեկեցության մասին, աղքատության մասին։ Մենք չգիտենք մեր տներում ինչքան սարք անիմաստ միացրած մնաց եւ մենք մի ամիս, 2 ամիս, 3 ամիս, մի տարի, 5 տարի, 10 տարվա ընթացքում ինչքան փող դրա համար ավել գնաց։ Երբ որ հաշվար կարվի, կարող է մի հատ մեծ կլորիկ գումար է ձևավորվելու։ Չի կարա այդպես չլինի, չի կարա բացառված է, որ այսօր համատարած այդ խնդրեմը կա։ Եվ միշտ էլ եղել է։ Հայաստանի քաղաքացիական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթով առաջարկվում է քաղաքացիական օրենսդրություն ներառել 2 նոր ինստիտուտ՝ հետադարձ հիպոթեկը եւ ամուսնու բացառիկ սեփականության իրավունքը։ Ազգային ժողովի այսօրվա նիստում նախագիծը ներկայացրել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը։ Այսօր ամուսինների ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը հանդիսանում է նրանց համատեղ, ընդհանուր համատեղ սեփականությունը, ինչը նշանակում է, որ երբ մի սեփականատերը մահանում է, այդ գույքը ներառվում է ժառանգական զանգվածի մեջ եւ այն ամուսինը, որը կենդանի է մնացել, ստանում է գույքի 50%-ի սեփականության իրավունքը, մյուս 50%-ը բաշխվում են օրենքով սահմանված ժառանգների միջև։ Մենք ասում ենք, որ քաղաքացիները կարող են ընտրություն կատարել եւ եթե կա փոխադարձ համաձայնություն, տալ հատուկ կարգավիճակ այդ գույքին, ամուսնու բացառիկ սեփականության իրավունք կոչվածը, դա գրանցել կադաստրի կոմիտեում որպես ամուսնու բացառիկ սեփականության իրավունք, ինչը մեկ ամուսնու մահից հետո ողջ մնացած ամուսնուն հնարավորություն կտա ամբողջությամբ դառնալ գույքի միանձնյա սեփականատերը տնօրինողը, հետեւաբար այդ փուլում ստիպված չի լինի գույքը բաժանվել մասերի օրինական ժառանգների միջև եւ այն քաղաքացին ամուսիններից մեկը, որը ողջ է մնացել, ստիպված չի լինի օրինակ օտարելու իր գույքը, փոխելու իր կենսապայմանները, այլ կշարունակի ապրել այնտեղ, որտեղ որ ամբողջ կյանքի ընթացքում կամ երկարատև ժամանակ բնակվել է կամ ցանկանում է ուղղակի այդտեղ բնակվել եւ արդեն գույքը կներառվի ժառանգության զանգվածի մեջ միայն երկու ամուսիններից նաեւ երկրորդի մահից հետո։ Եթե մենք խոսում ենք համատեղ գույքի ձեռքբերման մասով, օրինակ երբ զույգը համատեղ կյանքի ընթացքում ձեռքբերված գույքը արդեն համարվում է իրենց սեփականությունը, այդ դեպքում ինչի չենք մենք ի սկզբանե ասում, որ այո, մեկն ու մեկի մահվան պարագայում ավտոմատ կերպով ամուսինն է ստանում այդ ժառանգություն, չէ՞ որ տրամաբանորեն մեկը մյուսից բխում է։ Կոնցեպտուալ առումով համաձայն լինելով ձեզ հետ, մենք փոքրիկ քայլով փորձեցինք առաջ գնալ այս ինստիտուտի ներդրումը կատարելիս, այսինքն դրան տալ ոչ թե ապրիորի հենց սեփականության փոխանցման ուժ, այլ ընդհակառակը կողմերի փոխադարձ համաձայնության, իրավագիտակցության որոշակի մակարդակի առկայության, քննարկումների միգուցե եւ դրա արդյունքում այս առաջի քայլը որոշեցինք այսպես փոքրիկ անել, սակայն իրականում կարծում եմ, եթե դիտարկենք սեփականության իրավունքի ինստիտուտի համատեքստում, այո, եթե օրենսդիրը սահմանել է, որ անկախ նրանից, թե որ ամուսինն է վճարումը կատարում այդ գույքի համար, միևնույնն է երկուսն էլ համարվում են համատեղ սեփականատերեր, հետեւաբար անձի մահը չպետք է նշանակի, որ այդ իրավիճակը կտրուկ պետք է ժառանգության բացման գործընթացում փոփոխվի։ Բայց հիմա տանք այս հնարավորությունը, ուսումնասիրենք, տեսնենք ինչպես է արձագանքում հասարակությունը, ունենանք հավաքագրենք դատա եւ միգուցե երկրորդ փուլով արդեն ծագի այդ ավելի կարդինալ փոփոխություններ անելու անհրաժեշտությունը։ Եվ այսքանով ազգային ժողովի 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանը խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց փակված։ Նիստի ավարտին հնչել է Հայաստանի Հանրապետության հիմնը։ Դահլիճում ներկա են եղել միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները։ Հիշեցնենք, ընդդիմությունը ազգային ժողովի հունիսի 16-ի մեկնարկած քարոզիային չի մասնակցել։
Իրանն ու Միացյալ Նահանգները ստորագրեցին երկկողմ հուշագիր, որով դադարեցվում է պատերազմը եւ 60 օր ժամանակ է տրվում համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների համար։ Միացյալ Նահանգների նախագահ փաստաթուղթը ստորագրել է ֆրանսիական Վերսալի պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությամբ։ Իրանի նախագահ Մեսուդ Փեզեշքյանն էլ իր հերթին այն ստորագրել։ Մեծ յոթնյակի գագաթաժողովի համար Ֆրանսիա մեկնած Միացյալ Նահանգների նախագահի այցի ամենաուշագրավ հատվածը դարձավ Վերսալյան պալատի հանդիպման այս դրվագը։ Պաշտոնական ճաշի սեղանի շուրջ եւ Ֆրանսիայի իր գործընկեր Էմանուել Մակրոնի բարձրաստիճան այլ պաշտոնյաների ներկայությամբ Դոնալդ Թրամփը ստորագրեց Իրան-Միացյալ Նահանգներ փոխըմբռնման հուշագիրը, որով փաստացի ռազմական գործողությունները դադարեցվում են 60 օրով եւ բանակցային ժամկետ է տրվում համապարփակ համաձայնագիր ստորագրելու համար։ Քիչ անց, երբ Միացյալ Նահանգների նախագահը հեռանում էր Վերսալից, նրան ուղղված հարցին, թե հիմա ինչ կարգավիճակ ունի փաստաթուղթը, հակիրճ այսպես է մեկնաբանել. Այն ստորագրված է, մենք այն ստորագրել ենք Վերսալում, այն նոր է ստորագրվել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ Թեհրանում է ստորագրել փաստաթուղթը, մեդիայում հրապարակելով արդեն ստորագրված տարբերակը։ Մինչ այս Միացյալ Նահանգներից փոխնախագահ Ջեյդի Վենսը, իսկ Իրանից խորհրդարանի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էին ստորագրել։ Նախագահների ստորագրումից հետո Միացյալ Նահանգներն ու Իրանը հրապարակել են 14 կետանոց փաստաթուղթը։ Դրանում մի քանի կարևոր կետ է ընդգծվում։ Ռազմական գործողությունների դադարեցում ամբողջ տարածաշրջանում, Միացյալ Նահանգների կողմից իրանական նավահանգիստների ապաշրջափակում, Հորմուզի նեղուցի բացում, Իրանի հետ պատերազմյան վերականգնման նպատակով հիմնադրամի ստեղծում, Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում եւ պարտավորություն, որ Իրանը միջուկային զենք չի ունենա։ Չնայած հուշագիր է, բայց փաստաթուղթը 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո Միացյալ Նահանգների եւ Իրանի նախագահների ստորագրած առաջին նման փաստաթուղթն է։ Մինչ այս Միացյալ Նահանգների նախագահը մեծ յոթնյակի գագաթաժողովի շրջանակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ չէր բացառել ռազմական գործողությունների վերսկսումը, եթե Իրանը խախտի փաստաթղթի կետերը։ Մենք նրանց գրողի ծոցը կուղարկենք ռմբակոծություններով, եթե նրանք խախտեն համաձայնագիրը։ Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա։ Ես ուզում եմ, որ նրանք հարգեն համաձայնագիրը։ Նա նաև ասել է, որ արդար չէ, եթե Թեհրանը բալիստիկ հրթիռներ չունենա։ Նախկինում Թրամփը խոստացել էր ամբողջությամբ ոչնչացնել Իրանի բալիստիկ հրթիռները։ Փաստաթղթին անդրադառնալով Իրանի գլխավոր բանակցող խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆն էլ այսպես է մեկնաբանել. Այն ամենը, ինչին մենք ձգտում էինք հասնել ռազմական գործողությունների միջոցով, բանակցությունների արդյունքում ստացել ենք մի քանի անգամ ավելին։ Ստորագրված այս փաստաթղթից առանցքային շատ հարցեր դուրս են թողնված։ Օրինակ Իրանի միջուկային ծրագրի ապագան։ Այդ հարցը կընդգրկվի Իրան-Միացյալ Նահանգներ համապարփակ համաձայնագրում։ Մինչև վերջնական համաձայնագրի կնքումը Իրանը կպահպանի իր միջուկային ծրագրի ներկայիս վիճակը, իսկ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ չի սահմանի եւ լրացուցիչ զորքեր չի տեղակայի տարածաշրջանում։ Իդեպ սկզբում հայտարարվել էր, որ հուշագրի ստորագրումը տեղի կունենա Շվեյցարիայում, ուր պիտի հանդիպեն Միացյալ Նահանգների եւ Իրանի պատվիրակությունները։ Բայց նախագահների ստորագրումից հետո Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը Fox News-ին ասել է, որ քանի որ փաստաթուղթը արդեն ուժի մեջ է, ստորագրման արարողություն չի լինի։ Բայց եւ այնպես Միացյալ Նահանգների եւ Իրանի պատվիրակությունները ուրբաթ օրը կհանդիպեն Շվեյցարիայում։ Ֆրանսիայից Շվեյցարիա է մեկնել նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Կրիստինե Ալագուլյան, Հորիզոն։ Եվրոպայի Միացյալ Նահանգների զորքերի թվաքանակի կրճատումը կսկսվի անհապաղ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Նրա խոսքերով Միացյալ Նահանգները պետք է գործի շատ թատերաբերմեւրում եւ չպետք է ցրի իր ռեսուրսները։ Ամերիկյան կողմը ավելի վաղ էր հայտարարել, որ մի փոքր կկրճատեն իրենց մասնակցությունը Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի կազմում։ Եվ դա տեղի կունենա անհապաղ, ասել է Ռյուտեն։ Նաև նշել, որ իրականում, եթե պատերազմ սկսվի եւ 5-րդ հոդվածը գործարկվի, ապա ՆԱՏՕ-ի բոլոր երկրները, ներառյալ Միացյալ Նահանգները, կանեն հնարավոր առավելագույնը, համոզված լինելու համար, որ ՆԱՏՕ-ն կկարողանա պատերազմել։ Փամբագետի վրայից այսօր ապամոնտաժել են 2 երեխաների մահվան պատճառ դարձած խողովակը։ Վաղ առավոտից նաև շարունակվել են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները։ Ներգրաված են փրկարարծառայության 125, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործում են նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
Հիշեցնենք, հունիսի 15-ին 7 եւ 13 տարեկան քույրերը Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել եւ չէին հասել նախատեսված վայր։ 3 հունիսի 17-ին առավոտյան Փամբագետում ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերվեց որոնվող 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։ Գյումրիի Լիսինյան փողոցն էլի ողողել են կոյուղաջրերը, 1 ամիս չանցած վիճակը նորից կրկնվել է, ջերմուղի բրիգադներին ծանոթ ու ահազանգի մշտական հասցենային։ Դիտահորի խցանումները բացելը ժամանակավոր լուծում է, կոյուղատար ցանցը հին է, բայց խնդիրը միայն դա չէ։ Հերթական ահազանգով Լիսինյան փողոց եկած ջերմուղի մասնագետները հաճախակի խցանումների պատճառներից կարևորը նշեցին, դրանում մեղավոր են նաև թաղամասի բնակիչները։ Նեղ ու երկար Լիսինյան փողոցում բան չի փոխվել մոտ 1 ամիս առաջ տեսածից։ Կեղտաջրերի գնալու տեղը նորից փողոցն ու տների դռներն են։ Դիտահորից էլի դուրս է տալիս, բայց ջերմուղի բրիգադը բնակիչների հերթական զանգերից հետո մի քանի օր առաջ եկել մաքրել էր։ Ժամանակավոր արած գործի արդյունքն էլ սա է՝ էլի խցանում։ Դեռ թաղամաս չմտած գարշահոտությունը զգացվում է։ Ցերեկվա արևին ու շոքին վիճակն անտանելի է դառնում։ Նույն փողոցի վրա 5 դիտահոր կա, բայց թարսի պես այն մեկն է խցանվում, որը տներին մոտիկ է։ Հերթական զանգով ու բողոքով ջրմուղի բրիգադից շուտ մեր նկարահանող խումբը տեղ հասավ։ Ահազանգած բնակիչն ու մյուսները սակայն տներից դուրս չեկան։ Հավանաբար ենթադրում էին կամ գիտեին, որ նորից ջրմուղի աշխատողները դիտահորից դուրս էին բերելու կենցաղային աղբ, որը բնակիչներն են լցնում սանհանգույց կամ հենց դիտահորերը։ Հաճախ կոյուղատար խողովակները խցանվում են թափոնների, ինչ-որ մնացորդների շինարարական աղբի պատճառով։ Վթարաբերացման բրիգադի աշխատողները զայրացած են, որ այսքանից հետո բնակիչներն իրենց են մեղադրում։ Հետո էլ զարմանում, որ Լիսինյան փողոցում կեղտաջրերի հոսքը չի կտրվում։ Ինչ չես կելի մեջից։ Դա համար կելից պես կերտա։ Սիբիլը չետավի լուկ էլ Իրանի չկա, հլվել արդեն, ուկաստիկ սասարենի կերդի։ Չուր, սաֆեկա, հաց անտերնոցի, եսիպ տրապ կա, էլի էպսես պալի։ Մեկ էտ ճաշեք յուղնոր լվացենգը լսվի գմիջը կսարի, տրուբի անցկը կպատի։ Բայց որ ելնի լսվի թապիկը դիգես լուկիս խոչ է քուրջան։ Գուցես սկոչինել հանեքից կողքի։ Բնագիչի օգտագործել սա քուրջանի դիգարտի։ Չկար, կրիշկեն վարենը չորը գելնի կերտա զասարենուց։ Ոտև օգտագործել ինչ ես մեջի գլեցել։ Մի 3 շաբաթ առաջ էին մաքրել նույն դիտահորը։ Այս անգամ խիճ ու ավազ հանեցին։ Հորդարատ անձրևներից հետո քարն ու ավազն էին փակել ջրի ճանապարհը։ Դիտահորի շուրջ բոլորը ասֆալտաշերտը քանդված է։ Մեքենաների շարժի ընթացքում դրանք լցվում են դիտահոր։ Խելապատարներն է միացնեն։ Անձրևները միացրել են այս կոյուղատարի վրա, կկայի ավազը կպայի տանքը։ Երկաթերը տեգի կանենք, սիրուն տնենք իսկում, թազա էս բանը, բիտոն կանենք, բիտոնը կլցենք, երկաթերը նորից կտնենք, սիրուն ագուրատի, փոքր անցը կթողնենք վրա, կրիշկենք տնենք վրա։ Որ 5 դիտահորերից այս մեկը պետք է փոխվի, բնակիչներին ասել խոստացել էին մոտ 1 ամիս առաջ հերթական խցանումը բացելուց հետո։ Սա վերջին ժամանակավոր կարգավորումն է, թե չէ լավագույն դեպքում մինչև հաջորդ հորդարատ անձրևները կերևան։ Երբ նոր դիտահոր տեղադրեն, ջրմուղի բրիգադը շուրջ բոլորը նաև բետոնապատելու, վերականգնելու է ասֆալտի վնասված շերտը։ Հասմիկ Թմասյան, Արարած Ատուրյան, Հորիզոն։ Եվ թողարկում է եզրափակենք մարզական լավ նորությամբ։ Չինաստանի Հոնկոնգ քաղաքում 2026 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում հայ գրոսմաստեր Շանթ Սարգսյանը հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշն ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ։ Այս մասին են տեղեկացնում շախմատի ֆեդերացիայից։ Այսքան այս ժամի լրացում թարմացված նորություններին հետևեք մեր հաջորդ եթերաժամին։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube անալիքին, սեղմեք հավանելու կոճակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։